Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Սկանդալային վարքով աչքի ընկած իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա վակճոճող մականունով հայտնի Գաբրիելյանը նշել է, որ Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել պատգամավորի վարքին ու ներողություն է խնդրել։ Խորհրդարանից հեռանում է, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ոչ։ Գաբրիելյանը գրել է, որ հարազատ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք, ուստի ինքն առաջադրվում է որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Իր հրաժեշտի գրառումը փողոցային հայհոյանքներով աչքի ընկած ՔՊ-ականը եզրափակել է սևակյան տողերով։ Հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ։ Սկանդալից հետո Գաբրիելյանը կարճ հարցազրույց է տվել։ Ինքնուրույն կայացրեցիք այդ որոշումը մանդատը վայր դնելու, թե ճնշումները։ Դուք տեսել եք այդ վիդեոները իմ մասնակցությամբ։ Նորմալ մարդ, խելամիտ մարդ, պետք է ինքնուրույն չկայացներ այդ որոշումը։ Իսկ ինքնուրույն եք դուք որոշել, որ դուրս գաք։ Ոնց է պատասխանեց էլի ձեր հարցերը։ Գաբրիելյան նաև ասում են, որ բայց եկեք չերկարացնենք էլի։ Եկեք չերկարացնենք էլի։ Որ իրենք ամեն դեպքում Հիմա մոտավորապես անում ենք այն նույն բանը, ինչ որ եղել է այն նույն օրը։ Ժողովուրդ ջան, ասել եմ, բրցել եմ, բան չկա խոսալու։ Ոչ մի մեկնաբանություն։ Ոչ մի մեկնաբան, ասում եմ ձեզ, այդ վիդեոները տեսել եք իմ ներկայությամբ։ Տեսել ենք բոլորը։ Դե ասում եմ, խելամիտ մարդ պետք է այդ որոշումը չկայացներ տեղում։ Արմեն Խաչատրյանի համար անսպասելի է եղել գործընկերոջ մանդատից հրաժարվելու որոշումը։ Նա հարգանքով է վերաբերվում Գաբրիելյանի այս քայլին, թեև ցավում է, որ նա հեռանում է խորհրդարանից։ Բայց ինչ է խախտել պարոն Գաբրիելյանը, եթե եղել է ոչ թափ վիճակում, Կիրակի օրով Գյումրիում ինչ-որ մի բանով արգելված է, որ լինի ոչ թափ վիճակում, հա? Հիմա հարց եմ տալիս ձեզ։ Նա հանրային պաշտոնյա է, պետք է։ Հանրային պաշտոնյան չի կարող ոգելից խմիչք օգտագործի, այո։ Բայց պետք է հայոյի հետո լրագրողի։ Չէ, հայոյանքը ուրիշ բան, բայց դուք հարց եք տալիս, ասում եք, նա Գյումրիում եղել է ոչ թափ վիճակում։ Եղել է դա իրագող, հա, իհարկե, կարող է մարդ Կիրակի օրը լինել ոչ թափ վիճակում։ Եվ հայոյի լրագրողին։ Ոչ, լրագրողին չի կարելի հայհոյել։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման ժամանակ Հայաստանի տարածքը դարձյալ ներկայացվել է որպես Արևմտյան Ադրբեջան։ Հաղորդման ժամանակ կադրեր են ցուցադրվել Թալինից եւ Ագարակից, խոսվել է գոյություն չունեցող վերադարձի իրավունքի մասին։ Հաղորդավարն ամփոփել է այն մտքով, որ գալու է օրը, երբ հասնելու են Զանգեզուրի միջանցքի բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը շարունակում է պնդել, որ Բաքուն զավթողական շատ վտանգավոր նպատակներ ունի, դրանք էլ ավելի ագրեսիվ ու վտանգավոր են դարձել Արցախում տեղի ունեցած դեպքերից ու դրանց վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից հետո։ Ադրբեջանը հարձակվելու համար քարոզչական հող է նախապատրաստում, կարծում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով Ալիևը տարածաշրջանում էսկալացիայի գնալու որոշումը ինքնուրույն չի կայացնելու։ Ես չեմ կարծում, որ Ալիևը ունի իրավունք որոշելու էսկալացիայի տարածաշրջանում, որտեղ ակնհայտ է այդ էսկալացիայի, եթե թիկունքում չկան հզոր պետություններ, ասենք ռազմական առումով գերտերություն Միացյալ Նահանգները, ինքը նման բան չանի, որտեղ գիտի ակնհայտ է, որ ինքը երկու իր հարևան պետություններին, Իրանական Իսլամական Հանրապետությանը եւ Ռուսաստան դարձան ձեռնոցեն հետո։ Իրանի նախագահն ապրիլին կայցելի Բաքու, սա կլինի նախագահի պաշտոնում Փեզեշքյանի առաջին այցը Ադրբեջան։ Հաղորդվում է, որ սպասվող այցին ընդառաջ Բաքու է ժամանել Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային, հանդիպել է Ալիևի հետ, արդեն քննարկել են երկու երկրների տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում փորված փոսից դուրս է բերվել նրա մարմինը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Արարատում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեկ զոհ, 3 վիրավոր, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ճանապարհին։ Ավտոճանապարհի 140 կիլոմետր հատվածում ճակատ-ճակատի բախվել են Լադա եւ Կիա Մակնիշի մեքենաները։
Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը, վարկանիշի 147 երկրների շարքում մեր երկիրը 87-րդն է, Վրաստանը 91-րդը, Թուրքիան 94-րդը, Իրանը 99-րդը, Ադրբեջանը 106-րդը։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել տարբեր չափանիշներ, այդ թվում մեկ շնչին բաժին ընկնող հնան, ազատության, անվտանգության, կոռուպցիայի մակարդակը, առողջապահության որակը, կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, եկամուտը։ Իսկ Economy Middle East բարբերականի տվյալով Հայաստանն ընդգրկվել է 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։ Բիշկեկում ատրակցիոնի ամրագոտին ընթացքի ժամանակ պոկվել է, 18-ամյա աղջիկը ընկել է բարձրությունից, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Իրանում արծիվին գրեթե հաջողվել է երեխա գողանալ։ Փոքրիկ աղջկան վերջին պահին գիշատից շիճանկերից խլել է անցորդը, ահա կադրերը։ Սեուլում ասֆալտը փլվել է հենց մոտոցիկլավարի ընթացքի ժամանակ։ Տղամարդը զոհվել է, նրա մարմինը հայտնաբերվել է 18 ժամ տևած որոնողափրկարարական աշխատանքներից հետո 20 մետր խորության վրա։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, Գյումրիում իշխանության հարցի լուծման մի քանի տարբերակ էին երեք քաղաքական կուլիսներում քննարկում։ Առաջինը, որ Մարտուն Գրիգորյանը մի կողմ դնի միջանձնային բոլոր տարաձայնությունները եւ միանա Վարդան Ղուկասյանին ԿՊ-ին զրկելով Գյումրիում իշխանության գալու հնարավորությունից։ Մարտուն Գրիգորյանը նման որոշում կայացնելուց հետո կարող է դուրս գալ քաղաքական մեծ կապիտալով առաջիկա համապետական ընտրություններին այն օգտագործելու շանսով։ Հանուն արդարության նշենք, որ Վարդան Ղուկասյանը լայն համագործակցությանը խանգարող հայտարարություններ է անում։ Երեք նա հայտարարեց, որ ցանկացած միավորման պարագայում քաղաքապետի եւ փոխքաղաքապետի պաշտոնները չի զիջելու գործընկերներին եւ դա բացատրեց նրանով, որ եթե իրեն ձերբակալեն, պիտի վստահ լինի, որ իր լիազորությունները ստանձնողները գործարքի չեն գնա ԿՊ-ի հետ, իսկ իր թիմում հենց այդպիսի մարդիկ են, նրանք էլ պետք է փոխքաղաքապետի պաշտոն զբաղեցնեն։ Եվ ընդդիմադիրների համագործակցության շանսերն այս նախապայմաններից փոքրանում առաջ են մղվում լուծման մյուս տարբերակները։ Դիցուք ԿՊ-ն կարող է մարդագողությամբ համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փորձի ժամանակ Սարիկ Մինասյանին քաղաքապետ դարձնել։ Երրորդ տարբերակը, որն ամենահավանականն է համարվում, նոր արտահերտ ընտրություններն են, եթե ընդդիմադիրներից որևէ մեկը չի տրվում իշխանության շանտաժներին, չեն մասնակցում ավականու նիստերին, ավականին լուծարվում է քաղաքապետի ԺՊ է նշանակվում, հայտարարվում են նոր ընտրություններ։ Կա նաև չորրորդ ճանապարհը, որը քիչ հավանական է ԿՊ-ն աջակցի, որ Մարտուն Գրիգորյանը դառնա քաղաքապետ։ Հետո մարդագողությամբ նրան անվստահություն հայտնեն ու իրենց տեխնացով փոխարինեն, ինչպես արեցին Սամվել Բալասանյանի դեպքում։ Նույն աղբյուրը գրում է, կիրակի օրը Փարաքարում իշխանությունը ջախջախիչ պարտություն կրեց։ Միասնություն դաշինքը Վոլոդիա Գրիգորյանի տեխնացությամբ 57% ձայն ստացավ։ Արդյունքների հրապարակումից հետո Փարաքարում իշխանական թևը համայնքապետի տեխնացու Լյուդվիգ Գյուլնազարյանի շտաբի դիմաց լուր ծխում էր, իսկ կողքի գյուղում Մերձավանում մեծ տոնախմբություն էր։ Կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդիա Գրիգորյանի Մերձավանի շտաբում եւ նշում էին նրա հաղթանակը։ Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օդ թռցնել, իսկ վերջում հրավառություն՝ ի նշան դժվարությամբ ձեռք բերված Մեզ հասած լուրերի համաձայն պարեկները կեսգիշերն անց գնացել են եւ տուգանել են Վոլոդիա Գրիգորյանի աջակիցներին հրավառություն կազմակերպելու համար։ Հրապարակում կարդում են Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ԿՊ-ում շոկի մեջ են։ ԿՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները Երևանում։ Փորձել են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Ջրայց վերևից հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրև ազատ արդար ընտրությունների արդյունք։ Իբր իրենք նախկինների պես չեն կեղծել ընտրությունները, սակայն ԿՊ-ն Գյումրիում ակնկալել է, որ 50+1-ի կձգի, քանի որ դասական հայկական ընտրություններ են կազմակերպել հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով վարչական լծակների կիրառմամբ։ Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա եւ ռեսուրսեր ծախսել Գյումրիում, հավաքագրել էին հանրապետության ողջ տարածքում բնակվող գյումրեցիներին, գյումրեցիների հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։ Անգամ Ջավախքից 15-ից 20 ավտոբուս մարդ էր բերվել ընտրությանը մասնակցելու նպատակով։ Նաեւ իշխանության այս աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված այն, որ գրեթե կրկնակի շատ ընտրող է մասնակցել 2021-ի թիմ ընտրությունների համեմատ։ Փաստը գրում է, Ադրբեջանը շարունակում է պահպանել սահմանային լարվածությունը, ապա տեղեկատվություն տարածելով, թե հայկական կողմն իբր խախտում է հրադադարը հարավային եւ հարավարևելյան ուղղությամբ, որոնք մշտապես հերքվում են Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Բաքուն փաստացի ըստ Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքի կազուս բելի է ստեղծում Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը զենքի ուժով բացելու համար։ Հեղինակները նշում են, որ թուրք-ադրբեջանական տանդեմի Զանգեզուրի միջանցքը մեծ թուրանի լոգիստիկա է եւ Անկարան ու Բաքուն ամեն ինչ անելու են միջանցք
ստանալու համար։ Ադրբեջանը ցանկանում է հասնել Հայաստանի ամբողջական կապիտուլյացիային, անկլավներն ու Զանգեզուրի միջանցքը ստանալու սահմանադրության փոփոխության եւ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցում։ Մյուս կողմից Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարել է, թե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ սահմանադրությունը եւ մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Այսինքն Բաքուն ուլտիմատումներով է խոսում Երևանի հետ, փորձելով ստանալ ամեն ինչ առանց պատերազմի, սակայն սահմանային լարվածությունն օգտագործելով որպես լրացուցիչ ճնշման լծակ։ Իլոն Մասկը զարմացրել է ամերիկյան քաղաքական միության անդամներին Վիսկոնսիում հանդիպմանը ներկայանալով մի կտոր պանրի տեսքով գլխարկով։ Իդեպ Մասկի Neuralink ընկերությունը այս տարվա վերջին առաջին անգամ տեսողական իմպլանտ կտեղադրի մարդու աչքում, դա թույլ կտա տեսնել նույնիսկ իծն կույրերին։ Կալիֆորնիայում բացվել է աշխարհում առաջին խանութը, որտեղ ամեն ինչ անում է ռոբոտը։ Այնտեղ գանձապահներ, խորհրդատուներ չկան։ Հաճախորդներին խոստանում են 24/7 գնումների հասանելիություն եւ արագ սպասարկում։ Ռեկորդ ռուս մարզիկ Եկատերինա Նեկրասովան Բայկալում համաշխարհային ռեկորդ է սահմանել առանց հիդրոկոստյումի 122 մետր լողալով սառույցի տակ։ Այդ փառատոնի ժամանակ միանգամից նմանատիպ 4 ռեկորդ է սահմանվել։ Եղանակ ջերմաստիճանը բարձրանում է, տեղումներ չեն սպասվում, վայելեք գարունը։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարն ու բաժանորդագրվում։